Ասում են, ձեր իշխանությունն արևմտամետ է։ Արդյոք այս քաղաքականությունը չի հակասում։ Այդ մտահոգությունը գոյություն ունի, որ այս ընթացքը արևմտամետությունը կազդի Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեր հարաբերությունների վրա։ Մեր կառավարությունը որդեգրել է եւ իրականացնում է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն եւ այս ձևակերպումն իսկ ինքը չի ընդհանրում կամ նույնիսկ բացառում է մետության որևէ քաղաքականություն արտաքին քաղաքականության ոլորտում։ Տեսեք եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնվում է եւ ավելի ու ավելի շատ պետք է հիմնվի մեր երկրի պետական շահերի վրա եւ սա մեր ընդհանուր մոտեցումն է եւ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո այդ գնահատականները ավելի սուր եւ ավելի շատ էին հնչում, բայց եթե մենք հետահայաց նայենք 2018 թվականից այս կողմ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների դինամիկային, թող անհամեստություն չդիտվի, բայց ես չեմ կարծում, թե մենք հարաբերությունների զարգացման այս դինամիկան վերջին 7 տարվա զիջում է նախկինում գոյություն ունեցած որևէ 7 տարվա։ Ես չեմ ուզում ասել, որ էականորեն ավելի տեսանելի է այդ հարաբերությունների զարգացումը։ Մյուս կողմից պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ինքը 2000 թվականից օրինակ Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը նաև այս կազմակերպության հենց հիմնարար բերումով շատ ամուր կապեր ունի Եվրոպայի հետ, եթե արևմուտք ասելով նկատի ունենք Եվրոպան, Հայաստանը նաև Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության անդամ է։ Մյուս կողմից մենք 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո որդեգրել ենք ժողովրդավարական բարեփոխումների մի օրակարգ եւ այդ բարեփոխումների շուրջ բավականին ակտիվ համագործակցություն ենք ծավալում Եվրամիության, Եվրոպայի խորհրդի հետ եւ այլն եւ այդպես շարունակ, բայց մյուս կողմից մենք նաեւ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր տարածաշրջանային քաղաքականությանը, ընդ որում արձանագրելով, որ մեր տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրը զարգացման իր տեսլականը, կառավարման իր մոդելը, քաղաքական իր հայացքը եւ գաղափարախոսությունը ունի եւ մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի եւ պետության ինքնիշխան իրավունքին որոշելու իր զարգացման բովանդակության վերաբերյալ հարցերը։ Բայց մյուս կողմից տարածաշրջանային այս բազմազանությունը նաև հնարավորություններ է ստեղծում մեզ ինտեգրված լինել ոչ միայն արևմուտքին, այլև ինտեգրված լինել արևելքին։ Մենք չենք ուզում, որպեսզի պայմանական արևելքի հետ մեր հարաբերությունները նվազեն կամ թուլանան, մենք ուզում ենք, որ այդ հարաբերությունները խորանան։ Եվ այս առումով Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են եւ մենք ուզում ենք, որ իսլամական աշխարհի հետ մեր հարաբերությունները շարունակեն խորանալ։ Եվ այս առումով Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, որովհետև ինչպես ասացի, դա բխում է մեր բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունից։ Մեր այլ հարաբերություններում ես կարող եմ այսպիսի հավակնոտ պնդում անել, որ մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ եւ ես հույս ունեմ, որ համոզված եմ, որ Իրանի Իսլամական այլ երրորդ կողմերի հետ հարաբերություններում սպառնալիք չկա Հայաստանի Հանրապետությանը։ Այս ըմբռնումն է, որ բնականում պայմաններ է ստեղծում մեր հարաբերությունների խորացման համար։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։